Անցնող տարում հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը կտրուկ խստացրել է վերահսկողությունը։ Միայն մեկ տարվա ընթացքում նախաձեռնել են 84 վարույթ։ ՀՌՀ նախագահ Տիգրան Հակոբյանի խոսքով, եթե 2011-ից 2018-ին 7 տարվա ընթացքում եղել է ընդամենը 15 վարույթ, ապա 2019-ից մինչև անցած տարի վարույթների թիվը հասել է մոտ 400-ի։ Մի շարք լրատվամիջոցներ ենթարկվել են պատժամիջոցների, տուգանքներից մինչև հաղորդումների կասեցում։ Մի քանի անգամ մամուլում հրապարակումներ եղան, որ մենք շատ կոշտ ենք մոտենում, որ մենք խոչընդոտում ենք մամուլի աշխատանքը, որ մենք ոտնահարում ենք խոսքի ազատությունը եւ այլն։ Ես ուզում եմ, շատ քիչ են եղել այդպիսի հրապարակումները, այնուամենայնիվ դա պարզաբանման իհարկե կարիք ունի։ Տեսեք, մեծ մասը այդ վարչական վարույթների բովանդակային բնույթ են կրել։ Օրինակի համար հեղինակային իրավունքի խախտում, ինչը շատ կարևոր է։ Մենք բացի ամեն ինչից ունենք նաև միջազգային վերցրած պարտավորություններ, մենք ունենք այստեղ տնտեսավորող սուբյեկտ, որոնք գումար են ծախսում, դրսից հաղորդումներ են բերում կամ պատրաստում են, եւ նրանք վնաս են կրում, երբ որ այս կամ այն հեռարձակող առանց որևէ պարտավորության, առանց կնքած պայմանագրի, առանց վճարված գումարների ինքը սկսում է անօրինական փաստորեն բովանդակություն տարածել։ Այժմ պատրաստվում է տեսալսողական մեդիայի մասին օրենքի փոփոխությունը, որով կկարգավորվի նաև համացանցի բովանդակությունը։ Հակոբյանի գնահատմամբ չկարգավորված համացանցի հիմնական շահառուները ատելության խոսք, ապատեղեկատվություն տարածող եւ հանրությանը մոլորեցնող անձինք են։ Փոփոխված օրենքով առավել խիստ վերահսկողություն է նախատեսվում ատելության խոսքի տարածման դեպքում։ Չի բացառվում տարբերակված մոտեցում քաղաքական գործիչների պարագայում։ Որտեվ քաղաքական խոսույթում, երբ որ խոսքը գնում է քաղաքական գործիչների մասին կուսակցությունների, այն շեմը թույլատրելի շատ ավելի ցածր է։ Այսինքն քննադատությունը շատ կոշտ կարող լինի, նաև կարող վիրավորանք լինի, որի վրա մենք ուշադրություն չենք դարձնում, դա եվրոպական փորձն է եւ դա ճիշտ է։ Եթե դու մտել ես քաղաքականության մեջ, պիտի պատրաստ լինես, որ քեզ կարող է խոսքով նաև գոտկատեղից ցածր խփեն, հա։ Եվ այս օրենքները ավելի շատ միտված են երկուսին, ընդհանրապես հասարակությունը պաշտպանել այդ ատելության խոսքից, որտեղ եթե քաղաքական գործիչները 1000 հոգի են, ապա մեր բնակչությունը համարը 3 միլիոն է։ Եվ մենք պաշտպանելով չենք պաշտպանում քաղաքական գործիչների շահերը, մենք փորձում ենք պաշտպանել մեր հանրության, հանգիստը, անդորրը։ Հեռուստաընկերությունները հանրօգուտ բովանդակություն ստեղծելու համար պետությունից գումար կստանան։ Տիգրան Հակոբյանի խոսքով այդ նպատակով հատկացվել է 250 միլիոն դրամ։ Այն բաշխվելու է մրցույթին մասնակցելու հայտ ներկայացրած ու հաղթած հեռարձակողներին։ Մրցույթն արդեն հայտարարվել է, հեռուստաընկերություններն էլ ներկայացնում են իրենց առաջարկները։ Նրանք կփորձեն այնպես բաշխել այդ գումարները, որպեսզի դրան շնորհիվ ստեղծվեն օրինակ մանկական հաղորդումներին, որոնք քանակը կատաստրոֆիկ քիչ է Հայաստանում, կամ գնեն ուսուցողական մուլտեր մանկական հաղորդումներով սահմանափակվեն, որոնք շատ թանկ են դրսում, շատ դժվար է բերելը եւ ավելի դժվար է դրանք թարգմանելը։ Եվ այդ պատճառով է, որ շատ ժամանակ բերում են, նրանք ռուսագրերով են թարգմանվում, բայց 3, 4, 5 տարեկան երեխաները շատ ժամանակ 7-8 նույնիսկ այդ ունակությունը չունեն արագ կարդալու։ 2025-ին հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի ընդունած որոշումների դեմ հարուցվել է 5 դատական գործ։ Հանձնաժողովի լիազորությունների շրջանակում գործող ընկերությունները արտոնագրերի պետական տուրքերի և տույժերի վճարումների արդյունքում Հայաստանի Հանրապետության պետական բյուջե են մուտքագրել 32,2 միլիոն դրամ։ Ալադավթյան, Հարություն Հովսեփյան, Էպիկենտրոն։